Ողջունում ենք ձեզ Հիսուսի զորավոր անունով եւ ողջունում եմ ձեզ կյանքը, ընթացքը, ընտանիքը, իրավիճակները եւ այն կարիքները, որ դուք ունեք եւ այն ակնկալիքը, որ ունեք Աստծուց, թող որ Աստված հրաշալի կերպով իր գերբնական զորությունով լրացնի ձեր ամեն կարողություն Հիսուսի անունով, Հիսուսի անունով։ Գիտեմ, որ անցած գիրակի օժտված ծառայություն եք ունեցել եւ Աստծո օժտությունը ամեն ժամանակ պատրաստ է առատապես գալու մեր կյանքում։ Կարող ես այսօր ասես, որ այսօր այսինքս բացում եմ Տիրոջ համար։ Ամեն անգամ բաց է Տիրոջ համար, բայց այսօր դավանությունով արա, որ ես սիրտս բացում եմ Տիրոջ համար եւ պատրաստ եմ, որ Սուրբ Հոգին իմ կյանքիս մեջ բերի Աստծո ամբողջական կամքը, որը բարին է, եւ ազատի ինձ այն ամեն գերությունից, որի մեջ տարիներ հայտնված եմ եղել, ես եւ իմ ամբողջ ընտանիքը, որ այսօր այդ ամեն անաստվածային իրավիճակները իմ կյանքից, իմ ընտանիքից, անգամ սերունդներից խափանվի Հիսուսի անունով։ Համաձայն ես։ Հալելույա մեզ։ Իրականում Աստվածաշունչը փաստում է, որ Հիսուս Քրիստոսով կապանքները քանդված են։ Հիսուս Քրիստոսով գերությունը խափանված է։ Հիսուս Քրիստոսով տանջանքները դադարեցված են եւ Աստծո սրտի փափակն է, որ իր ժողովրդին տեսնի բժշկված, ազատագրված եւ հաղթանակած ամեն իրավիճակների մեջ։ Առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլուխ 23 եւ 24 համարներում այնտեղ ավետարանը Աստծուն ներկայացնում է որպես խաղաղության Աստված։ Իրականում փաստացի տեսնում ենք, որ խաղաղության սկզբնաղբյուրը դա ինքն Աստված է։ Եվ տեսնում ենք, որ Աստված ինքը Քրիստոսով մեր ու իր մեջ եւ մեր ու մարդկանց մեջ խաղաղություն բերեց։ Աստված Քրիստոսով շնորհ արեց, որ մենք մտնենք Աստծո խաղաղության ուխտի մեջ եւ վայելենք Աստծո բարեհաճությունը մեր կյանքում։ Եվ Քրիստոսի բերած խաղաղության շնորհիվ մենք արտոնություն ունեցանք Հոր ներկայության մեջ գալու եւ Սուրբ Հոգին ընդունելով մենք դարձանք երկնային Հոր մեծ ընտանիքի անդամները եւ այլևս օտար ու պանդուխ չենք ոչ Աստծո առաջին եւ ոչ էլ միմյանցս հետ։ Համաձայն ես։ Եվ գրված է, որ հենց այդ խաղաղության Աստվածը ձեր ամբողջ էությունը եւ շեշտադրված է ինչ ասելի թե էություն, ասում ձեր ամբողջ էությունը, այսինքն թե ձեր հոգին, շունչը եւ մարմինը անարատ անի, սրբացնի եւ պահպանի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Գիտես, այստեղ տեսնում ենք, որ իրականում մարդը երրորդություն է, ինչպես Աստված երրորդություն է, եւ գիտենք, որ մեր հոգին վերստին ծնվելով անմիջապես սրբացվեց եւ անմիջապես կատարյալ եւ անարատ կանգնեցվեց Աստծո առաջին, բայց չէ որ մենք ունենք նաեւ շունչ եւ մարմին։ Եվ այստեղ շեշտադրված է, որ Աստծո սրտի փափակն է, որ ոչ միայն մեր հոգին, որը ակնթարթում վերստին ծնունդի շնորհիվ ուրեմն սրբացվում եւ արդարացվում է, այլ նաեւ որ մեր ամբողջ շունչը, ասաշունչը, եւ մեր ամբողջ մարմինը, ֆիզիկական մարմինը, որ անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Այո, դա խոստմունք է։ Այո, դա նաեւ Աստծո կողմից տրված այսպես պատասխանատվություն է, որ վերցրել է Հայր Աստված ինքն իր վրա, որ մեր հոգին, շունչը եւ ֆիզիկական մարմինը եւ սրբացնի եւ պահպանի մինչև Քրիստոսի գալուստը, բայց այլուհետես մենք մարդիկս ունենք որոշակի գործոն սրա մեջ, որ պիտի թույլ տանք մեր մոտեցումով, մեր սրտի դիրքով, մեր հավատքով պիտի թույլ տանք, որ Աստված անի, որովհետև Աստված երբևիցե բռնությամբ չի գործում մեր կյանքում եւ երբևիցե ինքնաբերաբար չի գործում, մենք պիտի թույլ տանք եւ դա պիտի անենք մեր հնազանդությամբ, մեր հավատքով եւ վստահությամբ։ Ամեն։ Եվ այսօր է տոժնա։ Այսօր է տոժնա իմ ու քո կյանքում։ Եվ 24 համարում ավետարանը ներկայացնում է Աստծուն ասելով, որ հավատարիմ է Աստված։ Տեսանք, որ 23-ում ասում է, որ խաղաղություն պարգևող Աստվածը ձեր հոգին ու շունչը, ֆիզիկական մարմինը անարատ պահի մինչև Քրիստոսի գալուստը։ Եվ հիմա 24 համարը ասում է, որ ով
ինչպիսի Աստված, հավատարիմ Աստված, ասա, հավատարիմ Աստված։ Իրականում տեսնում ենք, որ այստեղ ներկայացված այս մտկանիշները եւ թե խաղաղության Աստված, եւ թե ուրեմն հավատարիմ Աստված, սա հենց խոսում է այն մասին, որ մենք պիտի վստահենք Աստծուն իր հավատարմության համար եւ այո, Աստված, որը մեզ կանչել է, ինքը հավատարիմ է։ Եվ ընդ որում Աստված ինքը մեզ կանչել է, որ իր որդու Հիսուս Քրիստոսի հետ հաղորդակից լինենք, ասա, հաղորդակից։ Հաղորդակից լինելը նշանակում է, որ այս հաղորդակցությունը մեզ կամաց տանում է դեպի մեծացման։ Մի օր առիթ կլինի եւ դա կլինի։ Եվ մենք խոսենք մեծացման մասին, որովհետեւ քիչ է, որ ես ու դու միաբան ենք, կարևոր է, որ ես ու դու մեծացած լինենք Աստծով Հիսուս Քրիստոսի մեջ իր փառքի համար։ Ամեն։ Բայց այստեղ ներկայացվում է, որ նաեւ ուրեմն տեսանք, որ Աստված հավատարիմ է, որ մեզ կանչեց իր որդու հետ հաղորդակից լինելու, դա կարող ենք կարդալ Առաջին Կորինթացիների 1:9, բայց նաև գրված է, որ Տերը հավատարիմ է եւ նա զորացնում է մեզ, հաստատում է մեզ եւ պահում է մեզ չարի ամեն ներգործություններից։ Չարի ներգործությունները նշանակում է հենց սատանայի, դիվայի ամեն ներգործություններից։ Դու դա կարող ես կարդալ Երկրորդ Թեսաղոնիկեցիների 3-րդ գլուխ 3-րդ համարի մեջ։ Նկատեցիր, ներկայացված է Աստծուն եւ ներկայացված է Տիրոջը։ Ասելով Աստված, մենք հասկանում ենք դիեզերքի արարիչ, երկնքի ու երկրի տիրակալ, նրա մեծությունը, նրա զորությունն ենք հասկանում։ Ասելով Տեր, մենք հասկանում ենք նրա իշխանությունը եւ ընդունում ենք նրա իշխանությունը մեր վրա եւ հաստատում ենք, որ մենք պատկանում ենք այդ Տիրոջը։ Ամեն։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը հայտնվեց մեզ որպես ճշմարիտ Աստված եւ որպես Տերերի Տերն։ Ամեն։ Եվ մեզ ներկայացրեց Հորը, ընդունելով Հորը, մենք ընդունում ենք որդեգրությունը Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Եվ իմ այստեղ գրված է, որ հավատարիմ է Աստված, որը ձեզ կանչեց այդ խոստման մեջ լինելու։ Տեսանք ինչ խոստման մեջ էր կանչել էր, որ մեր հոգին, շունչ եւ ֆիզիկական մարմինը սրբեր եւ մաքուր պահեր մինչեւ Քրիստոսի գալուստն։ Ամեն։ Եվ այստեղ ասում է հավատարիմ է Աստված, որ ինքը խոստացավ ձեզ եւ այդ խոստման մեջ կանչեց, որ դուք լինեք գրված է եւ ինքը կանի է ձեզ համար։ Ուղղակի պիտի վստահենք իրան։ Ասա, վստահենք իրան։ Վստահենք իր ամենակարող զորությանը։ Եվ կտեսնենք, որ Աստված, հավատարիմ Աստված, իր խոստմունքն անում է։ Մեր մեջ ասեմ, անում է անգամ այն ժամանակ, երբ որ մենք այդքան էլ հավատարիմ չենք Աստծո առաջին։ Ֆիքսի դա ճշմարտություն։ Մենակ քեզ եմ ասում, ուրիշի չասես։ Ալելույա։ Դա ճշմարտություն է։ Դրա մասին գրված է Հռոմեացիների 3-րդ գլուխ 3-րդ համարի մեջ։ Բայց դրա մասին հետո խոսենք։ Ուրեմն տեսա։ Հիմա Ղուկաս ավետարանի 13-րդ գլուխ 10 համարից մինչև 17 համարներում շեշտադրված է մի իրավիճակի մասին, որտեղ տեսնում ենք Աստծո խոստման իրականացումը։ Մենք տեսանք, որ Աստված խոստացել է, որ մեր հոգին, շունչ եւ ֆիզիկական մարմինը մաքրի, սրբացնի, ազատի եւ անարատ պահի մինչեւ Քրիստոսի գալուստը։ Ամեն։ Եվ հիմա Ղուկաս 10 գլուխ 13 գլուխ 10-ից 17 համարներում գրված է. Հիսուսը ժողովարաններից մեկում սովորացնում էր։ Ես անցած անգամ էլ ասացի, որ մենք չենք եկել եկեղեցի, մենք եկել ենք ժողովարան։ Եկեղեցին մենք ենք, եւ Աստվածաշունչն ասում է, երբ որ եկեղեցին մեկտեղ հավաքվի։ Ամեն։ Եկեղեցին մենք անհատներս ենք։ Ամեն։ Եկեղեցին քարե շինությունը չի, նա ասեք ամեն ինչ։ Հալելույա։ Ուրեմն ժողովարաններից մեկում սովորեցնում է։ Կարող ենք ընդունել, որ Հիսուսը այսօր հենց փառաբանությունից սկսած այս ժողովարանում սովորեցնում է։ Ներկա է։ Ամեն։ Դուք շուտ։ Կողքինիդ ասա, լուրջ ասա, որ Տեր իրականում ներկա է։ Մի հարցրա, ներկա է, չէ՞։ Փաստի որ ներկա է։ Ամեն։ Եվ այդտեղ գրված է, որ երբ որ Հիսուսը սովորացնում էր, հենց այդ ժողովարանում մի կին կար,
որը Աբրահամի սերունդն էր, սերունդիցն էր, այդ կինը Աբրահամի սերունդիցն էր, եւ մենք գիտենք ըստ Սուրբ Գրքի, որ Աբրահամի սերունդիցը համարվում են միայն նրանք, ովքեր Իսահակով են ծնված։ Ամեն։ Եվ հիմա այդ կինը զարմանալի է, բայց փաստ, որ բոլոր հրյաները, որ այդտեղ էին, Իսահակիցն էին ծնված։ Բայց շեշտադրվում է, որ այդ կինը Աբրահամի ծերունդն էր, դուստր էր, ավելի մոտ էր։ Բայց գրված է, որ Սատանան հիվանդությամբ ոգով արդեն 18 տարուց ավել կապել էր նրան, եւ չար ոգին տանջում էր նրան, եւ այն աստիճանի, որ այս անձը չէր կարողանում ուղիղ կանգնել, ինքը կսկված էր, սապատ էր, հուզ էր, եւ իր հայացքը տարիներ շարունակ միայն դեպի երկիրն էր, նա չէր կարողանում ուղիղ կանգնել եւ երկինք նայել։ Թեպետ Աբրահամի դուստրն էր։ Եվ դա նշանակում է, որ Սատանան հիվանդության ոգով, ուշադիր ես, չար ոգու ներգործությամբ կապել էր կնոջը իր ամբողջ էությունը, այսինքն թե հոգին, շունչը եւ մարմինը։ Ասացի, որ վերստին ծնվածների մոտ հոգու սրբացման հարցը լուծված է, բայց առանց կներեք ասելու ուզում եմ ասեմ, որ հավատացյալների մեծամասնության շունչը եւ ֆիզիկական մարմինը կապված է, գերված եւ տանջանքների ենթարկված։ Եվ այսօր հենց այդ օրն է, որ Աստված ուզում է իր խոստմունքը իրականացնի մեր կյանքում։ Որովհետեւ ինքն ասաց, որ ես քո հոգին, շունչը եւ ֆիզիկական մարմինն եմ։ Դու կմտածես, այս ինչ ասում ես մարդը, արդյոք իմ շունչը գերության ու կապանքների մեջ է։ Այո։ Քիչ հետո կանդրադառնամ փաստացի, որ Հիսուսն էլ նույն բանն է փաստում։ Ուրեմն, եթե ինչ-որ մեկը նախանձից դրդված, այսպես ասած, նախանձը կրծում է իրան ուր վրա կվերջացնի, բայց չէ որ դեպի հենց այդ ոգին է, որ կրծում է քեզ կապցը, եւ դա քո շնչի ոլորտումն է։ Նախանձ ասեցի խանդնել առաջ եկավ։ Որովհետև ոմանք խանդի ազդեցության տակ չեն կարողանում իրենց ընտանիքներում խաղաղությունը ճաշակել, այդպես չի։ Եվ իրանք կարծում են, որ իրանք ազատ են։ Իմանես չլինի, որ ինչ-որ մեկը պատճառ ունենա խանդի եւ ում որ խանդում ասի, որ գիտես ինձ խանդելու կարիք չկա։ Երբ են մարդն ասում է, չէ։ Ես չեմ խոսում, եթե պատճառ կա չպետք է խանդես, հենց որ հանգիստ, բայց ես խոսում եմ, որ անտեղի տեղը խանդելն է ոգին է։ Գավ տեղ ասածս, լավ։ Հիմա ուրեմն ինչքան կարևոր է, որ մենք գիտակցենք, որ այս ամենը դիվային ոգիներն են, եւ անգամ այստեղ տեսնում ենք ուշադիր լսի, այստեղ տեսնում ենք, որ այս կինը բռնված էր հիվանդությունով, ոչ։ Այս կինը բռնված էր հիվանդության ոգով։ Ես չեմ ասում, որ եւ ոչ էլ Աստվածաշունչը չի ասում, որ ամեն հիվանդություն ոգուցն է։ Ասենք հնարավոր է ինչ-որ մեկի ոտը կպավ քարին ընկավ, դա ոգին է, բայց երբ որ ինչ-որ մեկի ոտն էլ կպավ քարին ընկավ, դա չի նշանակում, որ անպայման ոգին է։ Ուզում եմ ասեմ, մենք պիտի ճիշտ զանազանենք, ամեն։ Հիմա հիվանդության ոգով եւ գրված է 18 տարի կապել է։ Հարց տուր քեզ, քո հիվանդությունը քանի տարի է քեզ տանջում է։ Եթե 3 ամսից ավելին է, դա ոգին է։ Այստեղ ես։ Հիմա եթե օրինակ ամիս ու կես, հետա երբ ամիս ու կես է տանջում է, մի մտածի, որ կես ամիս է։ Չէ, ասածս էսա, որ եթե հիվանդությունը շարունակվում է մարդու կյանքում, արդեն տենց է, չէ մտածում։ Ուրեմն մեկ այսօր դերն ազատում է։ Ամեն։ Եվ գրված է, որ Հիսուսը տեսավ այդ կնոջը, Աբրահամի դուստրն այնտեղ էր, հիվանդության ոգով բռնված էր, չար ոգին նրան գերել էր, կապել էր տանջանքների էր ենթարկում, եւ այդ կինը այդ օրը ժողովարանում էր, ինքը բարեպաշտ կին էր,
կրոնասեր կին էր, ինքը սիրում էր Աստծո խոսքը, հավատքով ընդունում էր Աստծո խոսքը, ինքը իր անձը հնազանդեցրել էր Աստծուն, բայց Սատանան, դա իմ կարծիքը չի, քաղցրներ ջան, դա գրված Աստվածաշնչում, բայց Սատանան նրան կապել էր, գերել էր չար ոգով եւ տանջանքների էր ենթարկում, դա նշանակում է, որ այո, մարդը կարա գա եկեղեցին, կարա անգամ վերստին ծնունդ ունենա եւ ծառայություն մատուցի Աստծուն եկեղեցու մեջ, բայց կարա միևնույն ժամանակ իր շնչի ոլորտում եւ ֆիզիկական ոլորտում լուրջ գերության ու կապանքների մեջ լինի։ Մենք այդ ամենը կարող ենք ուղղակի արդարացնել իբր թե իհարկե ամեն արդարացում, մարդկային արդարացում աստվածային չի եւ ամեն ինչ որ աստվածային չի ոգի է եւ վերջ։ Մենք կարող ենք դա արդարացնել, դե մարդ ենք, որովհետև գրված է, որ ինչքան մոտենում ես Աստծուն, ինչքան ուզում ես Աստծու խորապես ծառայել, այնքան դևերը հարձակվում են, եւ ես էլ հոժարությամբ գնում եմ դրան, թե դևերն հարձակվում են, բայց կարևորը ես ծառայում եմ, դա խաբկանք է, խաղցր ջան, դա ուղղակի խաբկանք է, դա դիվային կապանք է, որ շատ հավատացյալներ տեղ են տվել մտքին եւ իբր թե իրանք էլ այնքան պատրաստ են զոհաբերվելու Աստծուն, որ այդ ձևով պատրաստ են ծառայելու։ Չկա դες բան։ Ավետարանի։ Համաձայն ես։ Հիմա գրված է Հիսուսը տեսավ այդ կնոջը, որ Աբրահամի դուստրն էր, սերունդն էր։ Տեսավ, որ այդ կինը գերված է, կապված։ Իմացավ, որ արդեն քանի տարիներ տանջանքների է ենթարկված։ Ինչքան էլ այդ կինը չէր ուզում երևար, որովհետև ամոթահար էր այդպես չէր ուզում մարդկանց, բայց եկել էր օրինակ չասեմ վերջում կամ ասեմ վերջի 4 շարքում նստած էր այստեղ ուրեմն եւ առաջի շարքերն չասեմ թե եսին ուրեմն վերջը նստած էր ժողովարանում գործիքների դիմաց կարելի ասել, որ մի քիչ ժամ առաջ փառաբանության կոմպյուտերից եւ ասում է Հիսուսը նրան կանչեց իր մոտ բոլորը զարմացած շուշները պահած սպասում էին որ Հիսուսը պիտի այդ կնոջը կանչի ու ասի չես ամաչում այդի Այդ ինչ ավիճակ է, ինչպես մենք սովորենք, չէ՞ մարդկանց ասել։ Բայց ասում է կանչեց ու հետաքրքիր է նկատել եք ասում է ձեռքը իր վրա դրեց այդ կնոջ վրա, որ Աբրահամի դուստրն էր, ու գիտես ինչ ժամերով չաղոթեց։ Գիտես ինչ չասեց կարող է տատիդ, պապիդ, հերդ, մերդ մեղք են գործել։ Չասեց կարող է 3 օր առաջ կախարդության էիր գնացել։ Չասեց կարող է գուշակության տեղ ես տվել։ Չասեց հնարավոր է աններելի մեղք ես գործել, ասեց ով կինը, դու արձակված ես քո կապանքներից, դու արձակված ես քո կապանքներից, չասեց եթե ապաշխարես կարձակեմ, չասեց եթե քեզ լավ պահես կարձակեմ, հասկանում ես բուն նպատակը Քրիստոսի խոսքի ազդեցությունը, զորությունը, ասեց դու արձակված ես կապանքներից, հիվանդության ոգու գերությունից, սատանայի ամեն տանջանքներից, եւ գրված է որ այդ կինը իսկույն ուղղվեց եւ սկսեց փառավորել Աստծուն։ Նկատում ես մինչեւ այդ ներկայացված չէր, որ այդ կինը եկել է ժողովարան ու փառավորում էր Աստծուն։ Գիտես Աստծուն փառավորելու համար պարտադիր չի, որ փառաբանությունը սկսի իր ծառայությունը նոր դուք սկսեք։ Հասկանում ես, երբ որ դու սկսում ես Աստծուն փառաբանել, կապ չունի դու որտեղ ես, անկողնումը, բաղնիկումը, թե ժողովարանում, կապ չունի, դու տես չի, մենատասեք առաջի անգամ էլի, դե մենակ իր հետ այլում։ Ուրեմն կապ չունի, թե դու որտեղում ես, երբ որ սկսում ես փառաբանել, հասկանում ես, դու այդ բխում ա քեզանից։ Բխում ա քեզանից։ Ես վկայություն եմ լսել շատերի կյանքում ասում են իմ մոտ ավելի լավ ստացվում է բաղնիքում, ոչինչ բաղնիքում կարավորի։ Բայց երբ որ դու գալիս ես ժողովարան, այդ հոգին քո հետ ա գալի, Հալելույա։ Հիսուսն այսօր էլ տեսնում է ամեն մեկիս իրական վիճակը։
Ինչքան էլ որքան էլ որ մենք փորձենք ծածկել, ինչքան էլ որ մենք փորձենք անտեսել, ինչքան էլ որ մենք փորձենք այսպես պահել, որ մարդիկ չտեսնեն մեր իրական վիճակը, այստեղ կինը իրականում ֆիզիկական ոլորտում էր բռնված գերված, բայց շատեր այսօր որպես հավատացյալներ բռնված գերված ենք մեր շնչի ոլորտում, ատելությամբ, նախանձով, վիրավորանքով, հիասթափությունով, որից կարիք ունենք այսօր ազատագրվելու Հիսուս Քրիստոսի զորավորանով։ Այդ անհաշտություն ասվածը ես միշտ ասում եմ, այն որ մարդը իր սրտի մեջ անհաշտություն ունի, դա հենց նես չի որ առաջացել է, դա ոգին է։ Չար ոգին, որից Տերն ուզում է ազատել ամեն մեկից։ Ամեն։ Ուրեմն ընդունելով Հիսուս Քրիստոսի, մենք բոլորս հավատքի միջոցով ընդունելով Քրիստոսին գրված է, մենք բոլորս դառնում ենք Աբրահամի սերունդը եւ դառնում ենք Աստծո ժառանգության ժառանգորդները։ Եվ հիմա լինելով Աբրահամի սերունդը եւ դառնալով Աստծո ժառանգները, ցավոք սրտի մենք ամեքսել ինչ որ միտեղ, ինչ որ մի ժամանակ մեր սրտի խորքում, մեր զգացմունքների մեջ, մեր խշմտանքի մեջ, մեր սխալ հարաբերությունների ու ապրելակերպի մեջ թույլ ենք տվել, որ չար ու պիղծ ոգին գործի եւ կապանքների մեջ պահի մեզ տանջանքների ենթարկելով։ Կարող ենք տարբեր անվանումներ բերել, հիվանդություններ, ճնշումների հետ կապված, անքնությունների հետ կապված, կարող ենք բժշկական, այսպես ասած, հատկանիշներով խոսել, անվանումներով խոսել, բայց եկեք որ չմոռանանք, որ Աստվածաշունչն ասում է, որ մեր պատերազմը արյան ու մարմնի հետ չի, համաձայն եք։ Եվ այստեղ տեսնում ենք, որ երբ որ Հիսուսը տեսավ այդ կնոջը եւ առաջ կանչեց եւ խոսեց այդ ամենը, որ դու ազատված ես, եւ կինը թեպետ որ սկսեց ուղղվել եւ փառաբանել Աստծուն, բայց տեսնում ենք, որ կրոնական առաջնորդները եւ օրենքի ուսուցիչները բարկությամբ դրսևորվեցին, դա իրականություն է, բարկությամբ դրսևորվեցին եւ ջանք էին անում, որ հակադրվեն եւ խոչընդոտեն, որ Հիսուս Քրիստոսը շաբաթ օրը չբժշկի Աբրահամի դուստրին, որը արդեն 18 տարուց ավել գերության ու կապանքների մեջ է։ Սրանով բացահայտ տեսնում ենք, որ Սատանան ոչ միայն կապել էր այդ կնոջը հիվանդության ոգով, ոչ միայն տանջանքների էր ենթարկում կնոջը չար ոգիների միջոցով, այլ անգամ կրոնական համակարգն էր օգնության կանչում, որպեսզի պահեր այդ կնոջը այդ հիվանդության ու տանջանքների մեջ։ Ուշադիր ես։ Այդ նույն կրոնական համակարգը գործում է շատերիս կյանքի մեջ։ Երբ որ Տերն ուզում է գործի ինչ-որ մեկի կյանքում, որ ազատի ու բժշկի նրան, մարդը սկսում է մտածել, մանավանդ որ իրան էլ միտք են տվել ինչ-որ մի օր, եւ եթե մեկն էլ միտք չի տվել, հաստատ ոգին միտք է տվել, թե արդյոք դու պատրաստ ես, թե արդյոք այսօր այդ օրն է, թե արդյոք դու արժան ես։ Եվ ընդունելով այս կրոնական համակարգից ծնված մտքերը, մենք խոչընդոտում ենք, որ Հիսուս Քրիստոսը չհասնի իր վերջնական նպատակին, այսինքն չբժշկի ու չազատի մեզ։ Բայց եկեք որ այդ ամենը մի կողմ դնենք եւ Տիրոջն ասենք, այո Տեր, մենք պատրաստ ենք այսօր եւ մեր սիրտը բացում ենք քո առաջ եւ եթե ինչ որ մի տեղեն ես իմ սրտի մեջ, մտքի մեջ, զգացմունքների խշնտանքի մեջ, իմ սխալ վարմունքների ու ապրելակերպի մեջ թույլ եմ տվել, որ այդ ոգին գա, եւ իրականում եթե մարդը ինչ որ կերպով թույլ է տվել, որ այդ ոգին գա, ոգին գալիս է եւ հիմքեր է դնում, անցած անգամ մենք հիշապի դիտարկեցինք, ոգին հիմքեր է դնում, բարիսներ է շինում, ամրոցներ է կառուցում, հասկանում ես,
բայց Աստված գալի եւ իր զորությունով այդ ամենը կատարում։ Ամեն։ Ուղղակի դու պիտի հնարավորություն տաս։ Կնոջ տված հնարավորությունը կայանում էր սրանում, որ ինքը մոտեցավ Քրիստոսին։ Մոտեցավ Քրիստոսին եւ չթաքնվեց Քրիստոսից, հասկանում ես։ Եվ եկեք որ այսօր էլ մենք ինքներս այո մոտենանք Քրիստոսին, որտեղ գրված է մոտենաս Աստծուն, Աստված կմոտենա քեզ։ Մոտենալով Աստծուն, խոնարհվես Աստծուն եւ սատանան փախչի քեզանից, հասկանում ես։ Այսօր այդ օրն է, որ սատանան իր ամբողջ վեշերով, ներգործություններով, դեպերով հեռանա քեզանից, փախչի քեզանից։ Դա Աստծո ծրագիրն է իմ կյանքում։ Եվ հենց ինչ որ միտեղ, եթե մենք թույլ ենք տվել ոգիների ներգործություններին, նշանակում է, որ մենք շատերս մեր կյանքում եւ ուրեմն մեր վնասվածքների ու դիվային կապանքների պատճառով Աստծուն ուղղված գոհության աղոթքները, փառաբանությունը եւ երկրպագությունը մի տեսակ դադարացվել է։ Ես սիմպտոմներ եմ ասում, դուք տեսեք։ Մի տեսակ դադարացվել է, եթե այս ներգործությունները կա դիվային ներգործություններ, շնչի եւ մարմնի ոլորտում են։ Կամանց Աստծուն ուղղված աղոթքները հրնայի տեսքո աղոթքի ընթացքը, գոհությունը, փառաբանությունը, երկրպագությունը Կամանց բակասում է, տեսիլքը մարում է, սերը սարում է, մարդիկ սկսում են լսել, տրտնջալ, բողոքարկել, ապստամբել, հիասթափվել և խռովել, կյանքից, ընտանիքից, եկեղեցուց, անգամ Աստծուց էլ։ Եվ շատերն են հիվանդության և ցավագարության կապանքների մեջ են ներկա պահում, և շատերն են վաղաժամ ննջել են չընկալելով Քրիստոսի անզուգական զոհի ամբողջական նպատակը իրենց կյանքի համար։ Սա ավետարանն է մեզ ներկայացնում։ Բայց այսօր եկեք, որ հանձնվենք Աստծուն եւ ասենք այո Տեր, այսօր հիմա այստեղ ազատիր մեզ։ Մեզ ազատելով մեր ազատագրությունը անդրադառնում է մեր ընտանիքի մեջ, անդրադառնում է մեր սերունդների մեջ։ Ամեն։ Եվ երբ որ Հիսուս Քրիստոսը Մատթեոս 8-ում 31-ից 36 համարների մեջ, երբ որ հրեաների հետ խոսում էր, որոնք որ Աբրահամի սերունդիցն էին, եւ ինքն ասում էր, որ ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը կազատի ձեզ, Աբրահամի սերունդից եղողները վատ զգացին եւ ասեցին, դու ինչպես ես մեզ ասում, թե կազատվես։ Մենք Աբրահամի որդիներն ենք եւ որևիցե մեկին դեռ չենք ծառայում։ Հիսուս ասեց, եթե որևիցե մեկը մեղք է գործում, մեղքին ծառայա։ Նրանք ծառայությունը կարծես ընդունում էին ֆիզիկական ծառայության մասին, բայց Հիսուսը խոսում էր հոգևոր ծառայության մասին, ծառա լինելու մասին, գերի լինելու մասին։ Եվ այստեղ ասում է Հիսուսն ասում է, որ նա ով որ մեղք է գործում, այդ մեղքին գերի է, ծառայա, այդ մեղքով կապված է եւ այդ մեղքի պատճառով տանջանքների է ենթարկված։ Ասեմ մատը ծալի ձերքիդ մատը կարող է երկրորդ ձերքիդ մատերն էլ պետք է թե քանի մեղքերի պատճառով դու գերված ես, կապված եւ տանջանքների ենթարկված, այս դեպքում ես չեմ նայում որևիցե մեկին, ուրիշ եմ այսպես նայում։ Եվ ուզում եմ իմանաս, որ Տեր ուզում է քեզ այսօր դրանից ազատի։ Դա կարող լինի ժառանգական, դա կարող լինի ձեռքբերովի։ Անկախ նրանից երբես դու առիթ տվի, որ դևերը գործեն եւ սատանան գործի քո կյանքիդ մեջ, Տերն ուզում է քեզ ազատի, եթե իհարկե դու հիմա զբաղված չես դատարկաբանությամբ, նստածդ տեղում, եւ ուշադիր ես Աստծո խոսքի հանդեպ։ Ամեն։ Եվ երբ որ Հիսուսը շարունակում էր խոսել, դրանից հետո ասեց, այ եթե թույլ տաք, որ որդին ազատի ձեզ, ճշմարտապես ազատի։ Լսեք։ Հրեաները բոլորը Աբրահամի սերունդից եղողները կարծում էին, իրենք որևիցե մի բանի գերության կամ տանջանքների մեջ չէին, իրենք որևիցե մի կերպով ծառայության լծի մեջ չէին, բայց Հիսուսը բացահայտեց մեկ նախադասությամբ, ով որ մեղք է գործում, ծառայա մեղքին։ Հիմա մեղքն էլ դու մի մտածի, թե էլ մարդ չես սպանում, թե էլ չգիտեմ ինչ էլ չես անում, գրված է, ինչ որ հավատքից չի մեղք կա։ Եվ միանշանակ, ինչ որ հավատքից չի մեղք կա, եւ այդ մեղքը, որ հավատքից չի, որը մեղք կա, հավասարազոր է, պոռնիկությանը, սպանությանը,
կախարդությանը հասկանում եք, ինչ որ հավատքից չի մեղքա։ Հələ նայի, քո հավատքի կյանքում ինչքան բաներ կա, որ անում ես, որը հավատքից չի։ Քո կենտրոնացումը երկրավոր բաների վրա է, քո կենտրոնացումը ժամանակավոր բաների վրա է։ Առավոտից իրիկուն քո ժամանակը խլում է, աշխարհը կուրա տալի քեզ, ուր որ է ոչ միայն քեզ, այլ քո ընտանիքի անդամներին, բայց դու ինչ որ մի հավատքի քայլ անում ես, եթե ոչ դա մեղք է, դու գերի ես դրան։ Ու դա անդրադառնում է քո ընտանիքին, քո սերունդներին։ Բայց այսօր ուզում եմ մեզի Տերն ազատի այս խնդիրներից։ Դու կարող ես այս խոսքերը լսել սովորականին պես ինչպես միշտ լսել ես ու այդպես անդրադառնաս ու ոչինչ չկատարվի քո կյանքում։ Եվ դու շարունակես մնալ այդ գերության մեջ, բայց լինել եկեղեցում, լինել ծառայության մեջ, կարդաս, աղոթես եւ քեզ թվա որ ամեն բան լավ է, ինչպես է հրյաներին էր թվում, բայց Հիսուսն ասաց որ եթե թույլ տաս, որ մարդու որդին ազատի ես, Աստծո որդին ազատի ես, Հիսուս Քրիստոսն ազատի ես, ճշմարտապես ազատ կլինես։ Իրանք կարծում էին թե ազատ էին, բայց ճշմարտությունը կայանում էր նրան, որ իրանք ազատ չէին։ Հիմա դու էլ քո մասին մեծ կարծիք ունես, այնքան մեծ որ քո կարծիքով տիեզերքը քո հավատքի վրա է հիմնված։ Քո կարծիքով որ դու չունես, ընտանիքդ գոյություն չի ունենա։ Դու ընտանիքդ եկեղեցին գոյություն չունենա, դու ազգել կարծես թե գոյություն չի։ Քո կարծիքով դու այնքան մեծ ես համարում քեզ, որ կարծես թե բոլորը քեզ ծառայեն։ Այո, եթե այդպես ես մտածում, դու հպարտության գերի ես։ Մեծամտության գերի ես։ Գոռոզության գերի ես։ Եվ տեսնում ենք, որ հպարտությունը ու գոռոզությունը մարդուն տանում է անդունդ։ Գոռոզից առաջ հպարտություն անում։ Եվ Տերն ուզում է քեզի ազատի այդ ոգու ազդեցությունից։ Այսինքն թե անդունդից։ Եվ ոչ միայն քեզ, այլ քո ամբողջ ընտանիքն։ Հալելույա։ Ուրեմն տեսնում ենք, որ առաջի Հովհաննես 3:8-ում ասվում է, որ Հիսուս Քրիստոսը հենց սրա համար հայտնվեց։ Սրա համար հայտնվեց, որ քանդի եւ խափանի սատանայի ամեն մի գործունեությունը մեր կյանքից, մեր ընտանիքից եւ մեր սերունդներից, բայց դու պիտի թույլ տաս, որ Տերը այսօր հիմա անի դա քո կյանքի մեջ, որովհետեւ կարդում ենք, եթե թույլ տաս, որ որդին ազատի քեզ, ճշմարտապես ազատ կլինես։ Միգուցե դու քո սովորությունների վրա աշխատում ես, նորմալ է, պիտի աշխատես, որ չես անում, ահա արդեն մի ամիս է, ավելա այդ վատ սովորությունը չես անում, բայց հետո մի ոտը տրորեն ու այդ վատ սովորությունը գլուխ կբարձրացնի։ Դա նշանակում է, որ դու ազատագրված չես։ Ճշմարիտ ազատագրությունը այն չի, որ մոռացության ես տալի։ Մարդիկ մտածում են, ես ներել եմ այդ մարդուն, ներել եմ Հիսուսյանով, չեն ներել, ուղղակի մոռացության են տվել, որովհետև եթե ներել ես, որ ոտը տրորում է, խես ասում, այդ էլ չլինի հելվանը, որ հենց այստեղ հասկանում ես, այդ ներում չի։ Այդ ներում չի։ Աստված ասում է, որ երբ որ ես ներում եմ ձեզ, այլևս ձեր հետ չեմ վարվում որպես նախկին մեղավորների հետ։ Համաձայն ասա ներում։ Ու իմի դու մտածում ես, հա, այն մարդն ինձի չի ներել։ Լավ են մարդում որ իրա գլուխ բադուխի նրան չես ներում։ Ընդ որում էդ քո ընտանիքի անդամներից է։ Չէ, անունը չեմ ասի, մի բան։ Ուրեմն հենով էր ասում կարում ես ասամ։ Ուրեմն մի օր ծառայություն էր։ Ծառայության վերջում մենք սովորություն ունենք աղոթքի։ Աղոթքի ժամանակ ասում եմ, այստեղ կա մեկը, ես այդ ժամանակ էի ասում, այստեղ կա մեկը, որը իր ստամոքսի մեջ խոց ունի։ Եվ բժիշկներն ասել են, ոչ չկա, բայց Տերն ասում է, ես բժշկում եմ քեզ։ Բարձրացրու ձեռքդ եւ ընդունի բժշկություն։ Չկա ձեռք։ Դե մարդ ես։ Մտածում ես խարապ ես եղել։ Ու երկրորդ անգամ Սուրբ Հոգին մղեց ասելու։ Ու ես ասում եմ, լսի ասում եմ, դու այստեղ ես։ Եվ այդ հիվանդությունը քո ներսում է, բժիշկները քեզ այս բանն են ասել։ Տերն ուզում է բժշկի քեզ, ով ես դու, բարձրացրու ձեռքդ։ Ձեռք չկա։
Ես ասում եմ Տեր, ինչ անեմ։ Ինքն անունն աս։ Սինամ։ Գիտեք իրան։ Շատ։ Եվ ես ասում եմ Սինամ, այդ դու ես։ Շկուրիկս մացելով իր դևերը չէ, ինքն իրան տպում ագետի, ու ասում է, ես չէի ուզում, որ իմ ամուսինս իմանար։ Այվանա, ասենք շիմացա, կմերնես կետաս, ինքնասես վարկի կատան, բայց դու բժշկվում ես հիմա Հիսուսի, ես ճշմարտություն եմ ասում, մարդիկ ներկային է ծառայությանը։ Բայց դու Աստված հիմա քեզ ուզում է բժշկել, եւ Աստծո բժշկությունը եկավ իրան Հիսուսի, որովհետեւ Հիսուսը հայտնվել է, որպեսզի սատանայի գործերը քանդի, որպեսզի ազատի ինձ ու քեզ ամեն տեսակ գերությունից, կապանքներից ու տանջանքներից, ամեն հրաշալի է մեր Աստվածը։ Եվ իրականում Եբրայեցիների 2-րդ գլուխ 14-ից 16 համարներում այսպես է գրված, որ Հիսուս Քրիստոսը չի ամաչում մեզ իր քույրերը եւ եղբայրները կոչել։ Չի ամաչում։ Հետաքրքիր է, նոր մեր պատմեցի, ես վերջերս մի երեխա էին բերել, որ աղոթեմ իր համար։ Ուրեմն էլի մարդիկ կային, որ ներկային, որտեղ նման ծառայությունները պիտի մարդիկ լինեն։ Ուրեմն այդ երեխան նայեց ինձ, ես խորոմոր երեխա է, բայց խորոմոր նայեց խորոմոր ասում է ես գիտեմ ով ես դու։ Ես էլ տալիս եմ ինձ այդպես, ասում եմ դե հա բայկել ես գիտես ասում է չէ, ես գիտեի ինձ ուր էին բերելու։ Երեխա է այսպես հա։ Մերն ասում է մենք իրան չենք ասում ես գիտեմ որ դուք իրան չենք ասեմ։ Հիմա այս երեխան ասում է դու Քրիստոսի մտերիմ ընկերն ես։ Էս է իր հասկացությունը։ Ես ասում եմ ոչ միայն Քրիստոսի մտերիմ ընկերը, Հիսուս Քրիստոսը իմ մեծ եղբայրն է։ Դա չէր մտածել։ Ահա, ոսենց նայում է իր մորը, ասում է հա, մերն ասում Հիմա տեսեք, Հիսուս Քրիստոսն այստեղ ասում է, որ գրված է, որ ինքը չի ամաչում մեզ իր քույրերն ու եղբայրները։ Հələ նայի կողքինին։ Դու ամաչում ես, եկեղեցում չես ամաչում, բայց ծերսում, երբ որ դու իրան տեսնում ես, ամաչում ես ասես, բայ դե չեմ ասում անենց ասես, որ կողքիսներ, բայց ընդունես եղբայրդ որպես եղբայր եւ քրոջդ որպես քույր, ոչ թե վայ Էլիսան տեսան, Հիսուսը որ այդպես վարվեր, վախի չէ այցելի մեզ։ Հա, համաձայն եք։ Ես էլի եմ պատմել մեր թեմոր երկու պատմությունը, բայց ամեն անգամ գիտես ավելի մեծ է մարդ ու մրջեմ տարբերությունը, քան Աստված եւ մարդ տարբերությունը։ Եվ որևիցե մեկս չի ուզենա, որ մրջեմին այնքան սիրի, մինչև մրջեմ դառնա, ու այդ մրջեմի լեզվով մրջուններին ասի, այստեղ կրակ կա, ետ քաշվի։ Բայց Աստված, որ ավելի մեծ է տարբերությունը Աստծո եւ մարդու միջև, մարդ դարձավ։ Եկավ ու մեզ ասաց, որ ես եկել եմ ձեզ բաժանել։ Ամեն գերություն կապակներից։ Եվ այստեղ գրված է, որ Հիսուս Քրիստոսը, որը չի ամաչում մեզ իր եղբայրը եւ քույրերը կոչելու, ինքն իր մահով եւ փառավոր հարությունով խափանեց մահվան իշխանություն ունեցողին սատանային եւ ազատեց մեզ սատանայի ձեռքից։ Բոլոր նրանց ազատեց, ովքեր որ մահվան վախերով բռնված ծառայության մեջ էին սատանայի կամքն անելու համար։ Ազատեց մեզ եւ ոչ միայն խափանեց նրան, այլ նաեւ ազատեց մեզ։ Եվ ոչ միայն ազատեց մեզ, 16 համարը կարդում ենք, ասում է հիմա է, ասա հիմա է։ Հիսուս Քրիստոսը իր օգնության ձեռքը մեկնում է Աբրահամի սերունդից եղողներին օգնելու համար։ Ամեն առումով ինչ օգնության կարիք ունես դու։ Աստծո որդու Հիսուս Քրիստոսի ձեռքը մեկնած է քեզ, որովհետև դու հավատալով Քրիստոսին դարձել ես սերունդն Աբրահամի եւ ընդունել ես որդեգրությունը եւ Աստծո ողջ ունեցվածքի ժառանգորդն ես հավասար Աստծո անմատույց լույսի մեջ բնակվող բոլոր սուրբերին եւ Հիսուս Քրիստոսի հետ հավասարազոր սիրված ես Աստծո կողմից։ Եվ հիմա այդ ձեռքը մեկնված է քեզ Աստծո։ Մի անտեսիր այդ ձեռքը։
ուղղակի ընդունիր նրա ազատարար զորությունը քո կյանքի մեջ։ Հիսուսը քեզ տեսնում է քո իրական վիճակով եւ ուզում է որ դու քայլ անես դեպի եւ ասես այո Տեր, ահա ես։ Մի բացատրի իրան թե ինչքան ես տանջանքների ենթարկվում։ Մի բացատրի կամ մի մեղադրի թե ինչի ենք թողել այդպես։ Իսուս Քրիստոսը ամենքին ակնություն, իր խոսքով եւ իր հոգու միջոցով։ Երբ որ դու գաս, այն ժամանակ քո օրը կլինի։ Երբ որ դու որոշես, այդ ժամանակ քո ազատագրության օրը կլինի։ Հիշում եք այն կնոջը 12 տարի հիվանդության արմատության մեջ։ Ասում է, երբ որ լսեց Հիսուսի մասին, սրտի մեջ որոշում կայացրեց։ Աստված չասեց, այդ ինքնիցը զարթնի, այսօր քո օրն է, հետ հասելակից, չէ։ Կինը որոշեց այսօր Հիսուսի հանդերձին գտնելով կնուշ։ Այսօր Տերը քեզ կանչում է, որ իր ձեռքը քո վրա դնի եւ դու արձակված ես քո երություն։ Դու արձակված ես։ Միգուցե աշխարհը, սատանան, դևերը, քո ընտանիքի անդամները, քո շրջապատի մարդիկ միշտ ասել են, դու չես հաջողվի, քո մոտ չի ստացվի, քո մոտ լրիվ հակառակն է։ Կապ չունի ով ինչ ասել։ Միգուցե բժիշկներն անգամ ասել են, դու էլ չես ապրի։ Լսի, Տերն ասում է, քո կապանքները քանդված են։ Երությունը քո վերցված է։ Հիմա Իսուսի զորավորանով եւ ձերքը մեկնած է քո վրա։ Աստծո բազուկը մեկնված է քո վրա։ Հավատքով ընդունի եւ մի փորձի դրան արժանանաս։ Մի փորձի ինչ որ կերպով քեզ տեսնես արժանավայել, որ վերցնում ես, դու ուղղակի ընդունի, որ դա Աստծո շնորհքն է։ Աստծո շնորհքն է։ Որովհետև եթե դու փորձում ես արժանանաս եւ փորձում ես մի կարգավիճակ ձեռք բերես, որպեսզի այդ ամենը ընդունես, դա ասացի արդեն կրոնական մտածելակերպ, որը ոգի է, որից կարիք կա ազատվես։ Հիմա այստեղ Հիսուսի զորավորանունով, ամեն։ Եկեք գանք Տիրոջ առաջ եւ մեր սրտերը, մեր անձերը, մեր շունչն ու հոգին Տիրոջ առաջ բերելով, մեր ֆիզիկական մարմինը Տիրոջ ներկայության մեջ բերելով, ասենք, այո Տեր, թող քո զոր բազուկը մեկնվի մեզ եւ թող մեր կյանքում եղող ամեն գերություն, տապանք եւ տանջանք Հապանվի Հիսուս Քրիստոսի զորավորանով։ Հիմա այստեղ քո անվան փառքի համար։ Այնտեղ որտեղ քո անունը կանչվում է, դու որտեղ որ ես ազատություն կա, քո հոգին որտեղ որ է ազատություն կա։ Եվ Տիրոջ հոգին հիմա այստեղ է եւ նաեւ հենց քո մեջ եւ խոսքն ասում է, որտեղ Տիրոջ հոգին ազատություն է։ Բայց նորից այդ խոսքը ինքնաբերաբար չի գործելու։ Այդ խոսքը գործելու է հավատքով, այդ խոսքին տեղ տալու քո կյանքի մեջ։ Իսուսի անունով երրորդ տվար։ Եվ սիրտդ պատրաստի, որ այսօր հիմա այստեղ Տերն արձակի քեզ։ Լիարժեք երկու։ Ամբողջապես, որ դու այլևս վախերի, տառապանքի, տանջանքների ու սարսափների մեջ գերված, կապված չլինես Իսուսի զորավոր անունով։ Ամեն։